մենք ունենք 2023 թվականի մայիսի 11-ի կառավարության որոշում, որը ինքնին վիճարկվում է վարչական դատարանում, այսօր մեր նաև զուգահեռ, այդ ընթացքի վերաբերյալ փորձեմ ներկայացնել, մենք ունենք նաև վարչական դատարանում մեկ այլ հայց, որով ներկայացրել ենք պահանջ, որպեսզի ոչ իրավաչափ ճանաչվի կրթության նախարարության կողմից կատարված գործողությունները եւ ըստ էության նաև պետռեգիստրի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից կայացված գրանցումը, պետական գրանցումը, որով Գոյ թատրոնը փակվեց, այդ գրանցումը անվավեր ճանաչվի։ Խախտումները բազմաթիվ են, մենք հայցադիմով ներկայացրել ենք եւ ըստ էության խախտումները, ասած ասեմ, ակնհայտ են մեր իսկ համոզմամբ եւ վարչական դատարանում փաստացի ընդունվելով վարույթ, ի զարմանս մեզ քննություն առնվեց, սակայն որևէ խախտման անդրադարձ չի կատարվել դատական ակտով, այն պարզ պատճառաբանությամբ, որ դատարանը ուղղակի իրավական գնահատական տվեց, որ հայցվորները, այսինքն Գոյ թատրոնի աշխատակիցները սույն գործով չեն կարող հանդիսանալ շահագրգիռ անձ եւ հետեւաբար իրավունք չունեն նաեւ վիճարկելու նշված գործողություններն ու պետռեգիստրում իրավունքի պետական գրանցման մասը։ Սա մեր համար ինչ որտեղ նաև անակնկալ էր այն իմաստով, որ նույն դատական process-ի ընթացքում մեր կողմից ներկայացվել էր հենց նույն վարչական դատարանի մեկ այլ դատական ակտ, խոսքը վերաբերվում է հենց կառավարության որոշման վիճարկման գործով, դատական կայացված միջանկյալ դատական ակտ, որտեղ Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի կողմից ներկայացվել էր միջնորդություն մասնավորապես իրենց իրավահաջորդով փոխարինելու եւ ըստ էության նաեւ այդ հիմքով որպես իրավահաջորդ դառնալով նաեւ հայցից հրաժարվելու միջնորդություն, դատարանը ուղիղ իմաստով դրան իրավական գնահատական է տվել եւ ընդ որում այդ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, իրավական գնահատական է տվել, որ դա անթույլատրելի է։ Մի քիչ ստեղ ուզում եմ պարզաբանեմ ինչա դա իրենից նշանակում, այսինքն չի փոխարինել իրավահաջորդով։ Տեսեք, վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է այն իրավադրույթը, որով գործի ընթացքում, երբ որ կապված իրավաբանական անձի հետ փոփոխություն է տեղի ունենում, դադարում է գոյություն ունենալ, ապա դատարանը պարտավոր է գործի հետ կապված փոխարինել հայցվոր կամ կողմին ընդհանրապես իրավահաջորդով։ Մինչդեռ դատարանը նշված, ասած ասեմ, նորմը չի կիրառել, բառացիորեն մեկնաբանելով, որ այս դեպքում կսահմանափակվի կազմակերպության, ով հայց է ներկայացրել, հենց ինքն է ներկայացրել, կազմակերպության արդար դատաքննության իրավունքը դատական պաշտպանության իրավունքը, այսինքն չի կարող սահմանափակվել այս իրավունքը, այն ավելի գերակա է եւ այս իմաստով նաեւ ունենք մենք տրամաբանական նաեւ մոտեցում, որ այս հարցին պետք է նույն մեր մյուս վարչական գործով դատարանին ներկայացնելով պարզաբանում, որ պետք է նաեւ այստեղ կիրառվել։ Տեսեք, խնդիրը ինչումն է կայանում, հարց է առաջանում։ Մենք որպես խնդրի, իրավունքի տեսանկյունից խնդրի կրողներ եւ որպես նաեւ խնդրի հետ առնչվող, անմիջական առնչվող անձինք, փորձել ենք իրացնել մեր իրավունքների պաշտպանությունը։ Եթե մեծ հաշվով նայում ենք, այս խնդիրը չի վերաբերվում միայն իհարկե Գոյ թատրոնի աշխատակիցներին, սա նաեւ հանրային բնույթի վեճ է, որը վերաբերվում է նաև հանրության լայն զանգվածներին, քանի որ խոսքը վերաբերվում է պետական ոչ առևտրային կազմակերպությանը եւ ըստ էության դրանով նաև թատրոնին, որը ունի իր ուրույն ձեռագիրը, ոճը եւ ամենակարևորը ինքը իր կարգավիճակով ազգային է կոչվել։ Հետևաբար այս հարցերի վերաբերյալ պետության
ներկայացուցիչների կողմից, տվյալ դեպքում կառավարության, նախարարության մյուս աշխատակիցների կողմից որոշում է կայացվել, որով ըստ էության փակվել է ազգային թատրոնը, այսինքն փակվել է, դա փաստ է։ Մենք պետք է արձանագրենք, որ սա փաստ է եւ այլևս գոյություն չունի Գոյ թատրոնը։ Այն պնդումները, որ նախկինում ներկայացնում էին, որ Գոյ թատրոնը չի փակվում, Գոյ թատրոնը ավելի մեծ թափ է առնելու, բարեփոխումներ են սրանք նախատեսված, մենք կարող ենք փաստել, որ 2024 թվականի մարտից այս կողմ, մոտ տարի 3 ամիս, տարի 4 ամիս, փաստացի չկա Գոյ թատրոնը եւ առավել եւս չկա որևէ ներկայացում, որը Գոյ թատրոնի կողմից կներկայացվի։ Ստե ուզում եմ մի նուրբ հատված էլ ներկայացնել։ Տեսեք, եթե նույնիսկ վերցնենք իրավական առումով, որ Գոյ թատրոնի աշխատակիցները sense ճակերտավոր ասած իրենք նախկին էին եւ ըստ էության իրավական կարգավորումներով նաեւ այս մարդկանց մեր համոզմամբ, ոչ իրավաչափ հրամաններով ազատեցին աշխատանքից, ապա սրա իրավական շղթան պետք է շարունակվեր այն հանգամանքով, որ այդ նույն հաստիկների վրա պետք է այլ անձանց ներգրավեին եւ ըստ էության այսօր մենք այդ փաստի ուժով այլ պատկեր կունենանք։ Այսինքն, եթե իրենք ներկայացնում են, որ Գոյ թատրոնը Սունդուկյանի հետ միավորվելով որպես սկզբում խմբակ էին ներկայացնում, հետո դարձավ ստորաբաժանում, հետո ավելի sense, միավոր որպես այսպիսին, մենք փաստ ենք արձանագրում, որ այլևս այդ միավորը ոչ Սունդուկյանի ներսում, ոչ Սունդուկյանից դուրս չկա, գոյություն չունի։ Հակառակ պարագայում այդ թափուր տեղերը պետք է լրացվեր այլ կազմով, եւ փաստացի, ինչպես հայտարարվում էր, նաեւ մամուլով է հայտարարվել, առաջին ներկայացումը պետք է դրվեր Գարեգին Նժդեի ներկայացումը, բայց փաստը մնում է փաստ, որ մինչ օրս նման հարց չկա։ Ավելին, մեր դիտարկումների եւ հետեւականության արդյունքում պարզել ենք նաեւ, որ Գոյ թատրոնի նստարանները, որոնք հանդիսատեսի համար էին նախատեսված, սրահը ամբողջությամբ ձևափոխվել է, վերացրել են այդ նստատեղերը, ըստ էության արդեն ինքը որպես այդպիսին, որ նախկինում ներկայացումների համար էր նախատեսված, կարծում ենք, որ, չգիտեմ, երևի դարձել է փորձասենյակ, ոչ թե արենդաների համար հանվելու տեղ, իրանց մոտ անընդհատ արենդաներ են ներողություն ընդհատում։ Անընդհատ է, դա արենդայի անվան թատրոնն է ինձ համար այսօր, այդ շենքը։ Եվ իրանք միջանցքներում են երեխեքը հանվում։ Հիմա որ կգան, տեղ կա, որտեղ որ կհանվեն, ամեն այլանդակություն սպասել է ինչպես է։ Տեսեք, իրավական մասն եմ ես ներկայացնում, բայց դա է որպես շահագրգռվածություն մեր կողմից այս հարցի էությանը, մենք պետք է ընդգծենք մի քանի հիմնարար փաստեր։ Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում։ Կա որոշում, որը դատարանում վիճարկվում է։ Ի սկզբանե, երբ որ դատարանում հայցը հարուցվեց, կասեցվեց եւ այդ ընթացքում Գոյ թատրոնը իր բնականոն աշխատանքը շարունակում էր, այսինքն այստեղ որևէ խնդիր չկար, մինչև ասած ասենք կասեցվել էր այդ ակտի գործողությունը, կառավարության որոշման սահմանված գործողությունները մինչև համապատասխան ակտի դատական ակտի կայացումը։ Սակայն ընթացքում նաև այնպիսի որոշումներ եղավ դատարանի կողմից, մասնավորապես վերահասցեագրելու, որից ուղղակի օգտվելով նախարարությունը եւ Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնը գործողություններ կատարեցին, արդյունքում Գոյ թատրոնը լուծարեցին։ Այսինքն չսպասելով ոչ արդարադատությանը, ոչ էլ իրավական գնահատականին։ Ամենազավեշտալին այն է, որ դրանից հետո արդեն որպես պետական մարմնում, պետռեգիստրում գրանցելուց հետո իրենք փորձեցին ներկայանալ որպես Գոյ թատրոնի իրավահաջորդ եւ ըստ էության վիժեցնել այդ դատական process-ները։ Դրանք էլ են փաստ, դրանք արձանագրված, այսինքն մարդիկ որպես իրավահաջորդ տարել են ներկայացրել են հայցից հրաժարվելու դիմումներ, որը ըստ էության ակնհայտ է դարձնում են հանգամանքը, որ իրենք ուղղակիորեն փակում են այս բոլոր
ապօրինությունները, որը մենք ներկայացրել ենք դատարանին։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե այս դատական ակտերը իհարկե մենք վարչական վերաքննիչ եւ վճռաբեկ, ացիաներում բողոքարկելու իրավունք ունենք, բայց այդուհանդերձ նաեւ այս ամբողջ process-ը տեսնելով մեր կարծիքով մենք գնում ենք արդեն Հայաստանից դուրս միջազգային դատական ացիաներում փնտրելու մեր իրավունքի պաշտպանությունը,